Բարև ձեզ։ Արար յութուբյան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, մինչ անդրադառնալը ներքին քաղաքական իրավիճակին, ուզում եմ մի փոքր անդրադարձ ունենանք արտաքին քաղաքականությանը։ Մեր հարևան երկրում Իրանում գիտենք անհանգիստ է։ Ըստ ձեզ ինչպես կարող անդրադարձ ունենալ մեր երկրի վրա։ Գիտեք, 26 թվականը սկսեց տարբեր տեսակի մարտահրավերներով տարբեր երկրների համար եւ մեր համար շատ հետաքրքիր է եւ այդ առումով նաեւ որոշակի առումով վտանգավոր է, որ մեր հարևան երկրում են ինչ-որ process-ներ կատարվում աշխարհակաղակում, որտեղ խառնված են աշխարհի բոլոր գերտերությունները եւ տպավորությունը այնպեսին է, որ այդ հարցը անպայման պետք է լուծում ստանա։ Տեսեք, եթե Միացյալ Նահանգները չհաջողեցին այս իրավիճակում, սա կլինի իրենց համար մեծ պարտություն եւ իրենց ռեյտինգի վարկանիշի կտրուկ անկում հանրապետական կուսակցության համար եւ դա շատ վտանգավոր է իրենց ընտրություններից առաջ եւ իրանք ամեն ինչ պետք է անեն, որ հաջողություն ունենան, որտեղ ըստ էության որքան էլ որ օրինակ Վենեսուելայի դեպքում նախագահ Տրամպը խոսում են մասին, որ դա Բայդենի կռիվներ, Բայդենի պատերազմներ եւ հաջողությամբ ինքը ավարտեց, Իրանի դեպքում ուղիղ հակառակն է ստացվում, որ սա հենց Տրամպի պատերազմն է լինելու եւ եթե Տրամպը ձախողեց, ստացվում է, որ հանրապետական կուսակցությունը մեծ ձախողումներ կունենա առաջիկայում։ Այդ առումով սա ամերիկյան տեսանկյունից, իսկ ընդհանուր առումով աշխարհակաղակական իրավիճակը այնպեսին է, որ այստեղ բոլոր գերտերությունները ունեն իրենց շահերը։ Ցավոք սրտի Հայաստանը հայտնվել է այդ շահերի այդ կիզակետում եւ ոնց էլ հարցերը լուծվեն, մեր համար մեծ ռիսկեր են պարունակում, որքան էլ որ այս տխրահռչակ իշխանությունը փորձի ինչ-որ ձևով ներկայացնել, իբր թե ինչ-որ հաջողություններ, ոչ մի հաջողություն չկա, սա ցանկությունն է գերտերությունների եւ գերտերությունները Հայաստանին թույլ են տալիս մասնակցելու այս process-ներին այնքանով, որքանով որ իրենց անհրաժեշտ է։ Հետևաբար սա մեծ հաշվով գերտերությունների շահերն է, այստեղ ուղղակի բախվում են Ռուսաստանի շահերը, Միացյալ Նահանգների շահերը, Չինաստանի, Եվրոմիության, Իրանի եւ հետեւաբար խոսել են մասին, որ մենք ինչ-որ բան կարող ենք այստեղ փոխել կամ պահել, ամեն դեպքում կարծում եմ այդքան էլ ազնիվ չի եւ քաղաքականությունը պետք է տարվեր այնպես, որ մենք չհայտնվեինք այս վիճակում, իսկ մենք հայտնվել ենք այս վիճակում։ Պատահական չեք համարում, որ TRIP ծրագիրը երբ մեկնարկը իր աշխատանքների սկսում է հենց այն ժամանակահատվածում, երբ տարածաշրջանում նաև անհանգիստ է, համարում եք սա պատահական։ Ոչ մի բան պատահական չի քաղաքականության մեջ, բացարձակ պատահական չի, ամեն ինչ ծրագրված էր նաև այն, որ հենց այդ ժամանակահատվածում պետք է սկսեն ակտիվացնել աշխատանքները եւ այնպես չի, որ Որովհետեւ մենք մենք Իրանի արձագանքը նաև այս ծրագրին։ Դե բնականաբար, այնպես չի, որ իրանք ասենք մի քանի օր առաջ որոշեցին, որ պետքա Իրանի նկատմամբ ճնշումներ լինի եւ պետքա իշխանափոխություն լինի, դա ծրագրված պրոյեկտ է եւ իրանք փորձում են իրականացնել դա։ Որքանով կստացվի, դժվար է հիմա խոսել այդ մասին, քանի որ մեծ հաշվով Իրանը Սիրիա չի եւ առավել եւս Վենեսուելա չի։ Իրանը հզոր պետություն է եւ իր տրադիցիաներով, իր երկարատև պետականությունը պահպանված լինելով եւ դժվար է Իրանում ինչ-որ բան փոխել։ Նաեւ այն առումով, որ այնպես չի, որ 99%-ը ուզում է իշխանափոխություն լինի։ Եթե նույնիսկ վերցնենք լավագույն դեպքում 50-50, դա նշանակում է, որ երկրի մի կեսը չի ուզում այդ իշխանափոխությունը, իսկ դա ահռելի թիվ է, պատկերացրեք
հսկայական 90 միլիոնանոց երկրում դա ինչ իրավիճակ է ստեղծելու եւ դրանից բխող մի շարք գործողություններ են սպասվում Միացյալ Նահանգները իրենց նավատորմերն են բերում բան եւ այլը օդային ուժն են նախապատրաստում ինչը անում Իրանը հայտնի է մենք գիտենք ինչ են անում իրանք նախապատրաստում են ակտիվ հակազդեցության եւ իրանք հայտարարում են որ իրենց հարևան բոլոր այն երկրները որոնք կներքաշվեն իրանց տեսանկյունից ամերիկյան պրովոկացիայի մեջ կստանան հակահարված դա կլինի Ադրբեջանը, դա կլինի Հայաստանը, դա կլինի որևէ այլ երկիր էական նշանակություն չունի այսինքն այս ամեն ինչի մեջ մենք չօգտվելով ինչ որ բաներից կարող է շատ լուրջ վնասներ կրենք իսկ դա սա նշանակում է որ արտաքին քաղաքականությունը եթե չասենք ձախողված է բայց ամեն դեպքում շատ վտանգավոր ճանապարհով է գնում տեսեք դուք միջ վտանգների մասին եք խոսում արտաքին գործերի նախարարը խոսում է ձեռքբերումների մասին խոսում է որ սա խաղաղության ամրապնդում է այս TRIP ծրագրի իրականացումը եւ առհասարակ համարում եք սա ձեռքբերում Հայաստանի համար եւ մենք տեսնում ենք տոկոսային տարբերությունը այնտեղ 74% ԱՄՆ-ին է 26% Հայաստանի Հանրապետությանը այս ծրագրի առհասարակ ձեռքբերումը որն է ձեզ եւ արդյոք այնտեղ իրոք ձեռքբերումներ կան դա արդեն նշանակում է թվաբանությունը նշանակում է որ Հայաստանը ոչինչ չունի այնտեղ 74%-ի տերը ամեն ինչ որոշողն է հետեւաբար երբ որ խոսքը վերաբերվում է 50 տարի հետո 50 տարի հետո ճիշտ է 50 տարի հետո իրանց ծրագրերով Հայաստանը պետք է դառնա գերտերություն բայց այսպեսի մի բան կա չէ ժողովրդի մեջ ասում են այն ինչ որ ԿՊ-ն ասում է ուղիղ հակառակը հասկացեք երբ խոսում են խաղաղությունից ուրեմն պատերազմ անել ու մեծ պատերազմ լինելու այդ պատերազմը խաղալիք չի լինելու որովհետև այդտեղ շատ մեծ երկրներ են մեծ երկրների շահեր են բախվում նայեք Ռուսաստանի շահերն է բախվում Միացյալ Նահանգների շահերը Իրանի շահերը Էլ չեմ ասում Իսրայելը, Չինաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, բոլորը շահեր են բախվում, բայց այստեղ երբ որ ներդրումներ է կատարում Ամերիկայի Միացյալ Նահանգները, արդյոք սա անվտանգության երաշխիք չէ։ Որովհետև հենց այդպես է ներկայացվում, ասում են ներդրումները երկարատև են արվելու եւ հետեւաբար երաշխիքներ էլ գալիս են իր հետ։ Համարում եք այդպես, արդյոք երաշխիքներ գալիս են։ Եթե ինչ որտեղ ներդրում է արվում, իհարկե ես խիստ կասկածում եմ, որ որևէ ներդրում արվելու Ընդհանրապես դրա մասին խոսակցություններ են եւ եթե ուշադրի լսենք իրենց խոսույթը, ինչ են խոսում իրենք, շատ པարզ այնտեղ տողատակերում հասկացվում է, որ քանի մեզ թողել են խաղանք, հենց որ չթողեն խաղանք, չենք խաղա։ Այսինքն ինչ որ մի հատ երևույթ է հայտնվել, որ ամեն վարքյան կարա փոխվի մենք ունենք դրա դարափորձը, երբ որ տարիներ գնում էինք Եվրոպա, հետո մի գիշերվա մեջ փոխվեցինք, դարձանք Եվրասիական միության մաս։ Այնպես որ սա այն ժամանակվա ուժեղ Հայաստանը, հիմիկվա Հայաստանի պարագայում օրվա մեջ 3 անգամ կարան փոխվեն այս կոմենկում։ Իսկ այդպիսի իշխանությունը ոչ ոք լուրջ չի ընդունում եւ ոչ ոք ստեղ լուրջ ներդրում չի անի։ Սա առևտրի առարկա է։ Երբ որ փաստաթուղթը արդեն իսկ համարում են ստորագրված։ Փաստաթուղթը ստորագրված է այնքանով, որքանով որ թղթի վրա ինչ որ բան գրված է, այդ գրվածն էլ եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ այնտեղ բան չկա գրված, այնտեղ ընդամենը այդ կոլիդորի մասին է, որ ազատ գնան, բան եւ այլն, որը Ասում ես սա միջազգային տրամաբանություն չէ, սա կոմունիկացիաների հստակ բացման գործընթաց է։ Դե նայեք, այդ ձեր ասած անձնավորությունը տարբեր թեմաներով միշտ խոսել է, ասել է որ սա ասեն չի, հետո պարզվել է որ լրիվ տենց է։ Օրինակ ասենք Արցախը Հայաստանն է եւ վերջ, հետո պարզվում է որ Արցախը Ադրբեջանն է եւ վերջ։ Այդ նույն մարդն է ասում։ Հետևաբար շատ արագ կարող լրիվ հակառակ բան ասվի։ Ես ինչի եմ ասում որ սա մեծ աշխարհակաղակական խնդիր է, որովհետեւ Հայաստանից ըստ էության բան չի կախված։ Այստեղ պետք է որոշեն ռուսները եւ ամերիկացիները։ Կողքից Իրանը, Թուրքիան, սրանք բոլորը
խաղացողներ են, փոքր խաղացողներ են այս խաղի մեջ։ Եվ ռուսների եւ ամերիկացիների կռիվն է, ոնց կպայմանավորվեն այդ երկու գերտերությունները, այդ ձևով էլ այդ խնդիրը կլուծվի։ Շատ հնարավոր է, որ օրինակ ամերիկացիները ասեն, որ այո, դա այդպես է խաղաղության բան եւ այլ, բայց դրա վերահսկողությունը ի վերջո մեծ հաշվով կմնա ռուսների ձեռքին, եթե գնան զիջումների։ Եթե չգնան զիջումների, պետք է ասեն, որ ռուսները պետք է դուրս գան, մենք պետք է տեղանենք եւ այլը, թողնենք Հայաստանի վրա, իսկ Հայաստանի վրա ոնց է մնում այդ հարցերը լուծելու ակնհայտ է, որ ոնց որ կուզեն թուրքերը։ Հայաստանում հարցերը լուծում են, ոնց որ կուզեն թուրքերը, այդ այնց։ Ինչու է այդպես կարծում։ Դե որովհետև թուրքերը պարզ ասում են, չէ, որ իրանց համար այս իշխանությունը շատ ցանկալի իշխանություն է։ Ոնց կարա մեր թշնամի երկրի ղեկավարությունը ասի, որ այս երկրի ղեկավարը ինձ շատ ձեռնատու է։ Այդ որ դեպքում է լինում։ Դրա համար մեծ խելք չի պահանջում, չէ, որպեսզի հասկանանք, որ դու ձեռնատու ես թշնամուն, այնքանով որքան համապատասխանում ես իր շահերին։ Հայաստանի շահերը ուր մնաց։ Որտեղ է Հայաստանի շահերը։ Ով գիտի այդ մասին։ Իսկ կարող է պետք է գա մի իշխանություն, որը հենց Հայաստանի շահերը պահի։ Դա արդեն ուրիշ հարց է, որը պետք է մեր հասարակությունը այդ մասին տեղյակ լինի եւ իմանա դրա մասին։ Տեսեք, թուրքերը այն աստիճանի լկտիացել են, որ պաշտոնապես հայտարարում են, որ իրենց նախընտրելի թեկնածուն այս մարդն է, որը այսօր զբաղեցնում է վարչապետի աթոռը։ Տեսեք, դուք ասում եք, հասարակությունը պետք է տեղյակ լինի։ Ես ուզում եմ հարց տալ, ինչպես պետք է տեղյակ լինի, երբ որ լուսաբանվում է խաղաղության դարաշրջանի մասին, երբ որ լուսաբանվում է, որ ամեն ինչ շատ գեղեցիկ, լավ փաթեթավորված, ամեն ինչ հրաշալի է եւ նույնիսկ ընդդիմությունը այս փաստաթղթին մեկ խոսք ասել չի կարող, որտեղ հիանալի փաստաթուղթ է, անխոցելի։ Ինչպես հասարակությունը պետք է իմանա, որ իրեն վտանգ է սպասվում այս օրինակ նախագծի շրջանակներում։ Այ օրինակ հասարակությունը պետք է նայի մեր հարցազրույցները եւ այն հարցազրույցները, որտեղ այդ մասին խոսում է, եւ ինքը հասկանա եւ ընտրության գնալուց ունենա իր կարծիքը, ինչի համար է ինքը քվեարկելու։ Մտնելու է այդ խոցը քվեարկության եւ այնտեղ քվեարկություն է կատարելու։ Ինքն է եւ Աստված այնտեղ։ Եթե ինքը քվեարկում է այն մարդկանց օգտին, որոնց գովաբանում են թուրքերը, նշանակում է ինքը քվեարկում է Էրդողանի օգտին։ Ինքը քվեարկում է Թուրքիայի օգտին, ինքը քվեարկում է ցեղասպան պետության օգտին։ Ինքը իր ձեռքով քվեարկություն է անում ցեղասպանության օգտին, որ հաջորդ ցեղասպանությունը շատ արագ կազմակերպվի Հայաստանում։ Մենք մոռացել ենք ոնց որ Արցախի հանրապետությունը ցեղասպանության ենթարկվեց եւ մեր հայրենակիցները մի կերպ մազապուրց փախան հասան Հայաստան։ Հիմա Հայաստանում են ուզում նույն բանը անեն։ Հետևաբար ամեն մի ոք, որը մտնում է քվեարկության, այդ քվեաթերթիկը տուփը գցելուց ինքը քվեարկում է այդ գաղափարի օգտին, եթե քվեարկում է դրա օգտին։ Իսկ այն ուժերը, որոնք դրան դեմ են, այդ ուժերին պետք է արդեն մտածել, այն ուժերին գտնել, որոնք դրան դեմ են, այդ գաղափարներին դեմ են, այլ տարբերակներ են առաջարկում։ Տեսեք, Թուրքիան այն աստիճանի լկտիացած է, որ ցեղասպանություն կատարած եւ ցեղասպանության համար ներողություն չխնդրած երկիրը, որ երեք առաջի օրը նորից ցեղասպանություն հարցում օգնեց իրանց փոքր եղբայրներին ադրբեջանցիներին, որպեսզի իրանք եւս մի անգամ ցեղասպանություն կատարեն։ Այդ երկիրը ասում է, որ ուղղակի միջամտություն է կատարում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի քաղաքական խնդիրներին։ Ասում է, որ տեխնացուներից այ այսինչը իմ տեխնացուն է։ Մենք ուզում ենք, որ այ այսինչը լինի։ Բա էլ ուղղակի միջամտությունը ո՞նց է լինում։ Նորմալ պետության դեպքում իրանք կարող էին հայտարարել, այո, կարող են հայտարարել ինչ-որ բաներ, բայց պետք է հայտարարեն sense, որ մեր գործը չի հարևան երկրի ներքին գործերի մեջ խառնվել է եւ հայ ժողովուրդը ինչ ընտրություն որ կատարի, ում որ կընտրի հայ ժողովուրդը հայ ընտրողը, մենք այդ իշխանության հետ կփորձենք աշխատել։ Բայց ոչ թե գլխանց կարծիք ասի, թե ում պետք է ընտրել, ով է իրանց նախընտրած տեխնացուն։ Հիմա սրանց ոչ թե օգնեցին,
այլ ընդհակառակ սրանց վատություն արեցին, այսինքն ժողովուրդը հասկացավ, որ սրանք թուրքերի ցանկալի տեխնացուն են։ Հիմա գիտակցաբար արին, միտումնավոր արեցին, թե ինչ է, դա արդեն երկրորդական հարց է, բայց փաստը։ Իրանք չեն ասում, չէ՞, որ օրինակ բանը համերաշխություն կուսակցությունն է մեր համար ցանկալի տեխնացու կամ մի այլ կուսակցություն։ Դե իրենք ճանաչում են, աշխատում են տվյալ անձի հետ կամ, չգիտեմ, պետության ղեկավարի հետ եւ այո, բայց պատկերացնում ամեն դեպքում քաղաքական կոռեկտություն է պետք, որ չխառնվել այլ երկրի գործեն։ Հիմա որ միս օր էլ ասենք Ռուսաստանի նախագահը ասի, որ ես գտնում եմ, որ այս տեխնացուն պետքա լինի։ Ինչ են անելու սրանք։ Վայնասունը գցելու են, խառնվում են մեր ներքին գործերին, մի հատ լրագրող մի հատ բան ասը, հարձակվել են այդ մարդու վրա։ Ընդհանրապես որ լրատվականի պատասխանատու է, պետական մակարդակով դեսպան են հետ կանչում։ Բա հիմա ինչ որ հայտարարություն արեք, դատապարտ եք դա, պետականորեն դատապարտ եք, որ Թուրքիան իրավունք չունի միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Ինչ եք անում, քաղաքացիներին բան եք անում, կողմնորոշում եք ինչ պետք է անեն։ Կամ ինչի պետք է տենց անեն։ Ինչ եք ուզում դուք դրանով ասեք։ Մենք տեսանք իդեպ գերիների վերադարձ համարում եք պատահական, որ այդ շատ ուրախալի լուր է իդեպ, բայց համարում եք պատահական, որ հենց այդ ժամանակահատվածում Իհարկե պատահական չի, դե թուրքերը թուրքաբարո ձևով աշխատում են։ Հիմա գերիներ են բաց թողում, բա որը տենց մարդասիրական գործողությանը գնում, մնացածին էլ բաց թողեք, քիչ-քիչ տալիս։ Այսինքն ուղղորդում եք, որ հանգարց ստեղից եթե ինչ-որ մի հատ ուրիշ հայտարարություն լինի, շատ արագ հետ կանգնեք այդ ամեն ինչը, միշտ լծակ եք պահում ձեր ձեռքին, հետո գիտեք ինչ կա, այստեղ կարող է եւ այլ տերությունների ճնշումներ լինի, օրինակ նույն Միացյալ Նահանգները կարող է ճնշել իշխանություններին ադրբեջանական, ռուսները կարող են ճնշել, բոլորը կարող են այս հարցի մեջ խառնված լինել։ Այնպես չի որ այս իշխանության համար որ ինչ-որ բան այդպես դրական լիներ եւ սրանք կարող էին բանակցության միջոցով գերիներ բերեին, դե վաղուց կանեին էլի։ Բայց փորձը ցույց է տալիս, որ ոչ մի բան չեն կարողանում անել։ Մեր մոտ եղած գերիներին հանձնեցին, տեղը ոչինչ չստացան։ Գիտեք, այն երկիրը, որը մեզ լուրջ չի համարում, մեզ համարում է, որ մենք կապիտուլացված երկիր ենք եւ կապիտուլացիա ենք ստորագրել եւ պետք է այդ տրամաբանության մեջ լինենք, այսինքն մեզ ինչ ասեն, մենք պետք է ընդունենք։ Դա է կապիտուլացիան պահանջում։ Պետք է նվաստացնեն մինչև վերջ։ Այս փաստաթուղթն էլ էր հենց այս կարգից։ Երբ տոկոսային հարաբերությունները դիտարկում ես, կարծես թե հենց այդպես էլ կար։ Դե բնականաբար այդպես է։ Հիմա ասում են թուրքերը իբր թե գոհ չեն դրանից։ Իսկ ինչ եք խոսում, ինչ հեքիաթներ եք պատմում։ Ինչը թուրքերը գոհ չեն, ոնց գոհ չեն։ Գոհ հարևան երկրի տարածք են վերցրել, որտեղ ազատ ելումուտ են անելու։ Ինչը թուրքերը գոհ չեն։ Այդ թուրքերը կարող է թրքաբարով ցույց տան, որ իբր դժգոհ են, որ ավելին ստանան։ Բայց խոսել են մասի, որ իբր այնքան լավ փաստաթուղթ է Հայաստանի օգտին, որ թուրքերը դժգոհ են, դա ծիծաղելի ամոթ է։ Վերլուծաբաններ կան, որ այդպես խոսում են, իբր թե Հայաստանի համար այնքան լավ փաստաթուղթ է, Ամերիկայի համար։ Ամերիկան մի վայրկյանում այս ամեն ինչը կմոռանա, եթե իրան ինչ-որտեղ ինչ-որ բան զիջվի։ Դե տեսեք ներկայացում են, որ շատ լավ աշխատեցին ու նաև լավ պարգևավճարներ ստացան։ Ինչու են իրենց այսչափ պարգևավճարներ պարգևատրում իրենց, ժողովուրդը մեծամասնությունը, կասեմ, թեր սնված վիճակում է։ Ես կարծում եմ, որ պարգևավճարներ պետք է ստանան թոշակառուները, գումարները պետք է ստանան այն երեխաների նպաստները, անչափահասները, հաշմանդամություն ունեցողները, նրանք պետք է ստանան այդ ամեն ինչը, ոչ թե նրանք, ովքեր երկրի կարգավիճակը անգամներ իջացրել են ու տնտեսությունը ոչնչացրել են ըստ էության, որոնք քաղբանտարկյալներ ունեն, քաղբանտարկյալներ ունենալու համար պարգևավճար չեն ստանում։ Աշխարհում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ քաղբանտարկյալ ունի, սրբազաններ ունի կալանավորված եւ պարգևավճար են ստանում։ Այս էլ հուշում է, որ հարևան երկրի քաղաքական գիզն ենք տանում։ Հետևաբար, այս ամեն ինչը պետք է ուղղել։ Այս ամեն ինչը պետք է ուղղել եւ եկեղեցու դեմ այս հակաքարոզը որ գնում է, այս պարակտումը որ գնում է, ամեն մի քաղաքացի սա պետք է մտածի, որ սա վերաբերվում է ուղիղ իրան։
եւ հələ տեսեք ինչ կապ կա։ Թուրքերը հայտարարում են, որ հայ առաքելական եկեղեցին իրանց համար մեծ վտանգ է եւ պետքա ոչնչացնել առաքելական եկեղեցին։ Տարածաշրջանի համար վտանգ է ներկայացնում։ Դա իհարկե ասում են այդ Փաշիզադեի այդպիսի մեկը կա այդ Փաշիզադեի բերանով Ադրբեջանից իբր թե առաքելական եկեղեցին վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգությանը եւ սրանք արդեն արագ անցել են այդ գործողությունը իրականացնելու եւ Թուրքիայի ղեկավարությունը ասում է որ իրանք մեր նախընտրելի տեխնացուներն են հետեւաբար մենք կողմենք որ հայ առաքելական եկեղեցին ոչնչացվի այդ մայմունությունը որ սա վեհապարի դեմ է բան եւ այլը արդեն բոլորը գիտեն որ դա տենց չի մեր վեհապարն է մենք ենք ընտրել մեր վեհապարին մեր վեհապարը ունի բազմաթիվ թերություններ որտեղ մարդ է ի վերջո աստված չի էլի մարդ է բայց իր բոլոր թերություններով հանդերձ ավելի լավն է քան դուք հետեւաբար մենք պետք է ունենանք մեր դիրքորոշումը եւ գնանք մինչեւ վերջ պահենք պաշտպանենք մեր եկեղեցուն մեր առաքելական սուրբ եկեղեցին որը ունի առաքելություն մեծ առաքելություն ամեն ինչ հայ առաքելական եկեղեցուց ու Հայաստանից է սկսելու հետեւաբար եթե սրանք ասենց աշխարհով մեկ հավաքվել են ու որոշել են որ եկեղեցուն պետք է կործանեն թուրքերի ձեռքով մենք դա պետք է թույլ չտանք մեզ բարեկամ երկրներ շատ կան աշխարհում բայց իրանք պետք է իմանան որ մենք պատրաստ ենք մեր հավատին տեր կանգնելու մանավանդ որ շատ པարզ է ինչպես բոլոր մնացած հարցերում այս մարդիկ այնքան པարզ են խաղում ու այնքան հասկանալի մարդկանց համար որ եթե մարդ նույնիսկ վերցնի եւ համեմատի ումով են ուզում փոխարինեն շատ པարզ կդառնա որ այս ամեն ինչը մայմունություն է ուղղակի եւ ես ուղղակի կոչ կանեի նաեւ մենք առաջիկայում այդ հայտարարություն կտարածենք մենք կոչ կանեինք որ Վեհապար Հայրապետը մնա իր տեղում ես գիտեմ որ ինքը պինդ կանգնած է իր տեղում երբեք ճնշումների տակ չկապիտուլացվի որովհետեւ բոլոր նրանք ովքեր ինչ որ այլ երկրների կողմից ճնշվում են եւ պաշտոնից հրաժարական են տալիս դրանք կապիտուլանտներ են մենք այդպես տարբեր բարձրաստիճան ղեկավարներ գիտենք իհարկե գիտենք որոնք կանգնել են մինչև վերջ եւ փորձը ցույց է տվել ով կանգնել է մինչև վերջ դա մեզ հաջողություն է բերել ով զիջել է մենք կորցրել ենք երկիրը կորցրել ենք տնտեսությունը եւ այլը հետեւաբար Վեհապար Հայրապետ այդ վերջի հենարանն է որի շուրջ պետք է հավաքվել եւ այն կարեւոր գաղափարները որոնք մենք ունենք սկսած Լարմասի գաղափարից վերջացրած համամարտկային համերաշխության գաղափարները պետքա բոլորը միավորվեն Վեհապարի շուրջ եւ գանք հաջողության, որովհետեւ Աստված սիրում այն ազգերին, որտեղ կա սեր եւ համերաշխություն։ Լավ, ինչպես կյանքի կոչել, որովհետեւ մենք շատ ենք խոսում, որ գաղափարները կան, կարծես թե մարդիկ եւս կան, ռեսուրսներ եւս կան, բայց միասին համախմբվել, համատեղ գործելը մեզ մոտ կարծես թե դեռ բաց է մնում։ Նայեք, շնորհակալություն պետք է ասել այս իշխանությանը, որովհետև այս իշխանությունը իր բազմաթիվ խայտարակ թերություններով մի հատ լավ բան արեց, որ մարդկանց զատեց իրարից։ Մենք տեսանք ովքեր են դավաճանները, ովքեր են խաբեբատ տականքները, ովքեր են մայմունները, մի քանի անգամ եմ արդեն օգտագործում այդ բառը, կներեք, բայց ուրիշ լավ բառ չկա։ Այսպես հասկացանք ով է։ Գնահատեցինք եկեղեցին մեր, վերջապես հասկացանք ինչա Վեհապարը, ինչա եկեղեցին, ինչա հավատը։ Մի պահ ոնց որ մոռացել էինք, թուլացել էինք, տարբեր տեսակի աղանդները լցվել էին ու խառնել էին ամեն ինչ իրար։ Հիմա այստեղ ոնց որ հասկանում են, ազգը դառնում է ազգ, մաքրվում է։ Ով է նվիրված ազգին, ով է ծախված եւ այլն։ Սենց տարբեր ամենաշարքային քաղաքացին կարա հանգիստ հասկանա ինչը ոնց է, ով ինչ է ուզում ու որն է ճիշտը։
Սա շատ լավ է, այդ առումով մենք պետք է գոհ լինենք, որ այս վիճակը ստեղծվեց եւ վերջապես մենք կմաքրվենք ու մաքուր կգնանք այն իրական Հայաստանը եւ հայրենիքը, որ ունենալու ենք, կգնանք դրա հետևից, այսինքն արժանի կլինենք, որ այնտեղ գնանք։ Երևի դա Աստված ինչ-որ ձևի օգնեց, որ մենք մաքրվենք այս ամեն ինչից։ Բարի պարոն Այդիսյան, մեր ժամանակը սպառվեց, հաջորդ հաղորդմանը եւս կքննարկենք այս հարցերի շուրջ, իսկ դուք հարգելի հետևորդներ հետևեք մեզ, ասում են, երբ չես կորցնում, չես գնահատում այն ինչ ունես, եկեք ամուր կանգնենք մեր միասնականության ու հայրենիքի կողքին, գիտենալով, որ մեր ուժը մեր միասնականության մեջ է, մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։